Ժորժան, հարցը մի հերեք։ Ուղեր, այս պայքարը ում դեմ է, ձեր դեմ, պետության դեմ։ Ապեր մի քիչ արագ, էլի տղան է։ Բացվեք։ Այստեղ լավ է։ Կանեք ժող։ Ժողովը պետքին է, ոչ չէ։ Հետևի մասը։ Հետևում է։ Այս չէ, հիմա դուրս է գալիս հետևից։ Ժողովուրդը։ Հա։ Այո։ Երեխեք դիքնեն Ժորժան, Ցենց բացեք։ Մի քիչ հեռու բայ, խնդրում եմ, մի քիչ հեռու։ կամերաներ ավելավ է գաք ես։ Ես պետք է ժողովրդին խոսք ունեմ։ Չեմ կարող ես մեջքով ժողովրդին կանգնած խոսք ունեմ։ Կաման ստեղ։ Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, սիրելի հոգևորականներ։ Խորապես զգացված մեր գնահատանքն ենք ցանկանում բերել ձեզ հայրապետական մեր սերը եւ օրհնությունը, որ դուք այսօր այս պահին եկել եք օդանավակայան ձեր զորակցությունը, ձեր հավատարմությունը արտահայտելու հանդեպ առաքելական մեր Սուրբ եկեղեցին։ Ինչպես գիտեք, մենք հայրապետական երրորդյա այցով մեկնեցինք Ժնև եւ Մարսել, հանդիպում ունեցանք մեր հավատավոր զավակների հետ։ Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ եւ Ժնևի եւ Մարսելի համայնքները ապրում եւ գործում են հոգևոր եւ ազգային ոգով, աշխուժ կյանքով։ Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում է եւ ջերմ վերաբերմունքի արժանանում քաղաքային եւ շրջանային իշխանությունների կողմից։ Այդ վերաբերմունքին մենք ականատես եւ ականջալուր եղանք մեր հանդիպումների ընթացքին պետական ներկայացուցիչների հետ։ Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո
պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ արքեպիսկոպոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Մենք սիրելիներ, մեր և մեր եկեղեցականած ուղերձներում, ինչպես նաև կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կարգած և կանոնած խախտմամբ գործողություններ կատարելու։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության մենք որպես հայրապետ հայոց եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին սիրելի հայորդիներ, մենք կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրսիրությունը, որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմը մեր ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը։ Այս առիթով ես ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքը ուղղել մեր նվիրյալ եկեղեցականներին,
որոնց քաջարի ոգուն դուք հաղորդ եք եւ իրենց կողմից տարածվող հայտարարություններում եւ նաեւ իրենց գործնեությամբ սիրելի եկեղեցականներ իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները եւ լուսամիտ մեր հայրապետների պատգամները այդպես Աստուծո մեր հայրերի եւ մեր ժողովրդի առջև մենք պիտի իրականացնենք տեսիլքը մեր հայրերի հոգեփրկչական առաքելության եւ նաեւ արժանի դառնանք նրանց օրհնությանը Սիրելի ժողովուրդ մենք բազմիցս ասել ենք որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո նվիրումի եւ հավատարմության մեջ եւ Աստուծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում եւ դուրս գալ այս փորձություններից Տերը թող օգնական ու պահապան լինի ազգիս հայոց այսօր եւ հավիտյան ամեն ողջ եղեք Սերի մեծ առաքելություն է դրված Ժողովուրդ ջան, հետ կամ եք Ինգերորդ թուրա, ինգերորդ տարի թուրա Ճանապարհ տվես 5 մի րոպե, հա Ներողություն Մերսի Աստվածաշնորհական վեհապարտել Մի վարքան կողոժում Աստվածօգնական վեհապարտել Մեքենայի դիմացը բացեք սիրելի ժողովուրդ Մեքենան կողնա Ներողություն Ես մի վրիպում ունեցա, մեքենան նստեցի, առանց որ ձեզ հետ մենք աղոտ բարձրացնենք, առաստված։ Պիտի հրավիրեմ, որ բոլորս տերունական աղոթքով մեր հայցը առաստված բարձրացնենք, մեր գերեվարված սրբազանների, մեր ազգային բարերարի, Եվ բոլոր անօրինաբար բանտում պահվող մեր զավակների համար։ Հայցենք, որ նրանք Աստուծո
կամոք Աստուծո ողորմությամբ շուտով ազատ արձակվեն եւ վերադառնան իրենց ընտանեկան օջախներ, ընտանեկան հարկեր իրենց նվիրյալ ծառայության, ազգանվեր նվիրյալ ծառայության։ Ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր Ես Սուրբ Եղեցի անուն քո, եկես է արքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ կրկյազ մեզի չարեն, զիվայր արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Աստված օրհնի։ Հիմա ինչպես անցյալ անգամ ձեզ հետ կքայլեն որոշ ճանապարհ։ Եղավ։ Հա, բայց Ներողությունների վեհապարը հարցազրույց չի տալի։ Ձեզ երկար տան, մենք ձեր կողքին ենք, մենք ձեր կողքին ենք, դեր վեհապարտ ենք։ Աղոթում ենք ձեր ողջության համար, կենսահաստատության համար վեհապարտ ենք։ Վեհապար մենք հարցում ենք, հարցերի կպատասխանենք, վեհապար պատասխանի։ Առիթ ստեղծենք։ Կարող է ուշ լինի, վեհապար։ Ուշ չի կարող լինի։ Ներողություն։ Հարցերի համար հետո ժողովուրդ ջան, խնդրում Վեհապար եմ։ ներողություն եմ խնդրում, բայց հնարավոր է ձեզ եւս բանտարկե։ Հարցերը հետո։ Բայց դուք ինչ եք ասում։ Մենք ոչ մի չենք անում, հարցերը մի արեք։ Ինքը կարող է չպատասխանել։ Չենք հրում։ Չեմ, հանգիստ։ Մեզանից չի ուզում։ Վեհապարտեր, կներեք, բայց ացելիք չունեք այն սրբազաններին, ովքեր հայտարարություն են տարածել ձեր Ասն հայրապետի մերոտ առն գարեգին սրբազնագույն կաթողիկոսի կենած եւ փրկության հոգվոր նորին Տեր աղաչեցու։ Մեքենան մի տեղ։ Տեղ հա Մեր գնահատանքն ենք ուզում արտահայտել նաև լրագրողներիդ կուսանք, որ ընկալումով ընդունեք, որ այս պահին մենք որևիցե ձևով որևէ հարցի չենք պատասխանում։ Նման առիթ մենք ունենանք ձեզ։ Շնորհակալ ենք, Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Ձեզ էլ օրնաբեր ծառայեցեք։ Շատ եք ներում։ Այս պահի վեհապար